Ну, не безоблачно складывались отношения между христианами и мусульманами в истории. Мы знаем, что были случаи насильственного обращения в ислам и завоевания христианских территорий Византии. Но если оставить за скобками, собственно, военные действия, которые всегда сопровождались потерями с одной и с другой стороны, то никогда ничего подобного тому, что сейчас происходит, в исламском мире не было. Ну, взять даже пример турецкой, Османской империи. Да, были христианские меньшинства, но их никто не уничтожал. Քրիստոնյաների և մուսուլմանների հարաբերություններն անամպ չեն եղել, գիտենք, որ բռնի իսլամացման դեպքեր են եղել, քրիստոնեական տարածքների նվաճում, սակայն եթե հաշվի առնենք ռազմական գործողությունները, որոնք մշտապես ուղեկցվել են կորուստներով թե մեկ թե մյուս կողմից, երբևէ իսլամական աշխարհում նման բան չի եղել, ինչ հիմա է տեղի ունենում։ Օրինակ վերցնենք թուրքական Օսմանյան կայսրությունը, այո, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել։ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլյայի խոսքերը Հայաստանում քննադատության արժանացան, քանի որ այսպիսով ըստ էության վերջինս կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանության հարցը։ Իրականության մեջ երևի Կիրիլը փորձել է իր պատկերացմամբ հանդարտության, այդպես ասած, մեսիջներ ուղարկի, որ գնահատում է, որ ներքին Ռուսաստանում, այդպես ասած, սրումներ չտեղի ունենան քրիստոնյաների և մուսուլմանների հետ, երբ որ կա քաղաքական ձգվածություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, արել է դա շատ անհաջող ձևակերպումներով, որովհետև եթե նայենք իրականության մեջ ոչ միայն Հայաստանին է փաստորեն ինքը փորձել ինչ-որ չափով նեղացնել, այլ նաև եթե նայենք նույն իր հույն ուղղափառ գործընկերներին, սերբերի նայելով, երբ որ խոսում են Օսմանյան կայսրության մասին եւ այդքան քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականություն եւ բնաջնջումից հետո ասել, որ այնտեղ հանդուրժողականությամբ են ապրել, երևի սխալ է։ Ավելի ուշ Մայրաթորի տեղեկատվական համակարգը Facebook-ում հաղորդագրություն տարածեց, որի պատասխան իրենց հարցմանը ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է։ Վերջիններս հաղորդագրության մեջ հիշեցնում են, որ նորին սրբությունը մասնակցել է նաև Երևանում կազմակերպված ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներին, ապա շարունակում են. Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել եւ շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական եւ միջկրոնական հարթակներում։ Հաղորդագրության մեջ սակայն բացակայում է ափսոսանքի, ներողության կամ թյուրըմբռնման մասին վկայող որևէ խոսք։ Ավելին, այդ հայտարարությունը տեղադրված չէ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը կարծում է, որ խնդիրը ներկայումս դիվանագիտական կորպուսի դաշտում է։ Պետք է այդ բացատրությունը հիմա կարողանանք աշխարհով մեկ տարածենք հենց մեր իսկ եղած շահերից ելնելով։ Պետք է ոչ թե բավարարվենք միայն նրանից, որ շնորհակալություն դե մեր հանդեպ այսպես է, պետք է շարունակենք տարածենք այնքան, մինչև նույն ինքը Կիրիլը ստիպված լինի նորից մեկ անգամ եւս անդրադառնա, ասելով, որ միգուցե իր բերած օրինակ այնքան էլ հաջող չէր։ Իսկ թվում է ներողությունը պետք է ինքն ինստինկտիվ գա, երբ որ մենք մեր պահանջատիրական ձևով շարունակենք այս խնդիրները բարձրաձայնել, ինձ թվում է Կիրիլը պետք է մնար հոգևոր դաշտի մեջ, չփորձեր օրինակները քաղաքականացման խնդիրներն տարել։ Ինչ տարբերություն ում են սպանում, կլինի քրիստոնյա, թե կլինի մուսուլման։ Եթե իր խնդիրը այն էր, որ ինքը օրինակներ բերի, օրինակները հազարավոր կարող էր բերել հենց նույն իր ռուսական պատմությունից։ Ռուսական կայսրության մեջ միշտ էլ ապրել են տարբեր ազգեր, քո օրինակներից բեր, ինչ ես գնում մի կայսրության օրինակն ես բերում, որը հասկանալի է, որ այդ օրվա դրությամբ քաղաքական շատ վատ եւ լարված հարաբերություններ ունի հենց քո նույն Ռուսաստանի հետ։ Այդ ինչ ժեստ է, հա, քո կողմից համատուցված